Արգելի գործիքներ, արգելի սովորողներ, այսօր 11-ի հումանիտար մետրը Սոնայի գիտական դասարանի սովորողներով միասին ներկայացնենք ձեզ ժամանակակից մշտապես արդիական, նոր թեմա, որը մշտապես լինելու է արդիական, բնակչության պաշտպանությունը, արտադրական և պատերազմների ժամանակ։ Բնակչության տարբերում, նկարագրում և ամենատեղերի վճարագրական մահական աշխատանքի, բնակչության ազգայարանում, իրականացում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով։ Բնակչության պատասխանում փոխապատասխան կառույցներում։ Ծառայության շինություն կամ տեղակայվում են շենքերի նկուղային հարակերում, ալկացած են հիմնական և օժանդակ կառույցներից։ Հիմնական կառույցները նախատեսված են մարդկանց անմիջական պատասխանման, իսկ օժանդակ կառույցները կենսական պայմաններն ապահովելու համար։ Օժանդակ կառույցները բաղկացած մասերից են նախամուտքերը, վթարային երգերը, 200-ից 500, միջին 500-ից 2000 և խոշոր 2000 և ավելի մարդկանց համար նախատեսված։ Ապաստարանի զետերդարանի բարձրությունը պետք է լինի առնվազն 202 մետր։ Մեկ մարդու համար նախատեսված է 0.5 մետր քառակուսի տարածություն և 1.5 մետր խորանարդ ծավալ։ Թեթև լվացվելու և խմելու համար 3,5-ից 4 լիտր ջուր, 12-ից 16 լիտր տեխնիկական ջուր։ Ապաստարանի գործընթացները կանոնակազմում են պարետի 7 անձից բաղկացած օղակով։ Խորացված շինություններն, խորանարդությունի պարեսները, ստորգետնի անցումները, ինչպես նաև քարաշեն տների առաջին հանգիները, նրանք կարող են պաշտպանել մարդկանց ոսանի և ռադիոակտիվ ճառագայթներից, իսկ հատուկ կառուցվածքները նաև առարկային ալիքից։ Հանքաճառագայթների հատկոցի պաշտպանական հատկությունները որոշում են ռադիացիայի շարժաբաժինների թուլացման գործակիցը։ Ռադիացիայի թուլացման գործակիցը կախված է շինության հիմքերի և պանելի հաստությունից և կտրությունից։ Հայտնի է, որ 1 մետր գլխավորի շերտը 200 անգամ նվազեցնում է ռադիացիայի համակարգը։ Մասնակի վերակառուցման միջոցով հնարավոր է զգալի բարձրացնել տարածքների պաշտպանական հատկանիշները, վերգետնի հատվածները։ Ապաստարանաջեղքը լուսային ճառագայթումից կպաշտպանի գյուղերից ներթափանցող ռադիացիայի ազդեցության չափաբաժինը կնվազի մոտ 40 անգամ։ Բացի վերնուկլեարից փակ ապաստարանաջեղքը կպաշտպանի մարդկանց մաշկը հագուստը աղտածի նյութերի անմիջական ազդեցությունից, ինչպես նաև լուծվող շինությունների բեկորներից։ Կրկին պաշտպանական կառույցների պատասխանատուները պարտավոր են պատրաստ լինել գտնելու պաշտպանական կառույցում գտնվելու դժվարությունները, ցուցաբերել առաջին հնարավոր օգնություն տուժածներին, պաշտպանական կառույցից դուրս գալ միայն ղեկավարի ցուցումով, արգելվում է կատարել գործողություն, որը կարող է վիճակ առաջացնել, աղմկել, ծխել, վարել նախնական կանոն, ինքնաշեն կանոն, քայլել տարածքում առանցքից անհրաժեշտության։ Պաշտպանական պաշտպանական միջոցներ ըստ օրգան համակարգերի, պաշտպանական հատկանիշների, քննադատական պաշտպանական միջոցները բաժանվում են 3 հիմնական խմբերի։ Միջնորդական օրգանների պաշտպանական միջոցներ, մաշկային ծածկույթի պաշտպանական միջոցներ, ռադիոակտիվ արտադրությունների արտաքին ճառագայթումից։ Շնչադիմակը S2 հաստատեցված է շնչական օրգանների ռադիոակտիվ փոշուց, ինչպես նաև օդի մեջ ուժի և օգտագործային իմպուլսի ճառագայթարարումից և հրապարակող միջոցներից պաշտպանվելու համար։ ՀՀԿ-ն ունի ատոմային զենքի Գալի է պաշտպանել կարճ կամ ռեզինե ձեռնոցներով, իսկ կողքերը երկարքի կարճ կամ ռեզինե կոշիկներով։ Այդ միջոցներից են անհատական հանդեպնական փաթեթը լուծույթ տեսքով, անհատական վիրակապական բժշկական փաթեթը, անհատական դեղատուփը, զինվորական դեղատուփը, ինչպես նաև տարածումից կլանիչներ, անտիոդներ և այլ պատրաստումներ։ Անհատական դեղատուփը պարունակում բժշկական միջոցներ, նախատեսված է թունավոր նյութերով, ռադիոակտիվ տարրերով և բակտերիալ մանրէներով աղտոտված տարածքներում հայտնված տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար։ Անհատական հակաքիմիական փաթեթը նախատեսված է մասնակից սանիտարական մշակման, մաշկի, հագուստի, զենզինամթերքի։ Պարանը իրականացնում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարելու Շինությունից հաջորդած հեռվանում տրվում է խիստ տրավմանական ժամանակ, մի քանի րոպե, իսկ առանձին դեպքերում նույնիսկ 15 վայրկյաններ։
պաշտպանը պետք է սկսվի ահազանգը ստանալուց ոչ քան 4 ժամ հետո եւ ավարտի մինչեւ փոխսահու բանիմաց կազմակերպական հատկանիշներ կոչված ահազանգ բարելով ազնվորություն։ Հետիոտ նշարության ղեկավարին տրվում է երթի գծապատկերը, որը հանդիսանում է երթի հիմնական փաստաթուղթը։ Երթը արդյունավետ կազմակերպելու համար շարաշանը բաժանվում է 50-ից 100 ժամկոտ բաղկացած խմբերի եւ նշանակում է խմբերի ավարտը։ Երթի շարժման արագությունը չպետք է գերազանցի 3-ից 4 կմ/ժ։ Շարժումների միջև հեռավորությունը պետք է կազմի մոտ 500 մետր։ Յուրաքանչյուր 1.5-ից 2 ժամ քայլելուց հետո նախատեսվում է 15 րոպե, իսկ մեկ ողամտոսում նախատեսված ճանապարհի անցնելուց հետո 1-ից 2 ժամ քայլել։ Ըստ այդ որոշման ռազմական դրության եւ հակառակորդի հանգստի հարցական պայմաններում կիրառվում են օդային տագնապ, օդային տագնապի ավարտ, ճարպետային տան, քիմիական տագնապ, իսկ արտակարգ իրավիճակների առաջացման սպառնալիքի կամ ծագման դեպքում ճարպետային տան, քիմիական տագնապ, արտակարգ ջրածածկման տան արտանշանները։ Վիճակի անընդհատ հնչեցման դեպքում ուշադրություն բոլորի բնակչությունը պարտավոր է միացնել հեռուստացույցները եւ ռադիոընկերությունները։ Նույնիսկ այլ երկրորդ կողմից տրվում է հաղորդակցություններ դեպի եւ սպառնալիքի կամ դրա առաջացման եւ բնակչության գործողությունների մասին։ Անկարողության, անորոշության դասման որը առաջանում հիմնականում տեղեկատվության, պակասի, հասարակական, իսկ երբեմն ստահոդ տեղեկատվության, սրկայական եւ անմետացությունների վճարաբերական ուղղական աշխատանքների արդյունավետ կազմակերպման արդյունքում։ Հայտնիչ ձևաչափով ამ process-ը ներկայացնենք մի ամբողջ ծավալու թեման, ասենք ասեմ, այն ինչը մենք դեպրոցում իրականացնում ենք, միշտ անանունները մենք ինքներս էլ տեսնում ենք ինչքան ոչ լուրջ ձևաչափով է կանոնը իրականացնում, հենց մեր պատկերացումների նման դեպքերում արտակարգ իրավիճակների եւ պատերազմի ժամանակ մենք ակնկալում ենք, որ ամենակարևոր գործոնը դա շինությունների հրապարակ դուրս գալն է։